Հարուսակցների հետ կապված արդեն նաև Տավուշում, Սոտքում են հնչում, ընդհանուր առնապարտության նախարարությունը ինչ է ձեռնարկում։ Ճիշտ է, պարբերաբար հաղորդում եք, որ դրանք ուղղված չեն Հայաստանի Հանրապետության հանրազինվորին։ Թույլ տաք ես արագ ձեզ կարծում եմ մտահոգող։ Եթե կարելի է, բայց տեսանք, որ Սյունիքում կոնկրետ հենց բնակավայր եւ կոնկրետ հենց տուն էր դուժել, այսինքն դրանք նաև ուղղված են։ Ինչ է կարծում։ Ուրեմն առաջինը մենք բաց ենք եւ լրատվությունը տրամադրվում է հնարավորինս արագ եւ օբյեկտիվ։ Այսինքն երբ որ կա խնդիր, մենք ներկայացնում ենք։ Այս պահին հարաբերականորեն կայուն է իրադրությունը, այդ ձեր վկայակոչած կրակոցները երբեմն որոնք տեղի են ունենում, դրանք ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ կարող եմ ասել, եթե անգամ դուք ասում եք կրակոցներ կան, ես շատ լավ գիտեմ, ես շատ լավ գիտեմ, իմ և մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Իսկ ուտակումներ կան։ Այս պահին ոչ, եթե նման խնդիր ծագի, բնականաբար Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը անվտանգային կազմակերպական եթե մեր պաշտոնական տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, իսկ դուք հավատալու եք տեսանյութերին, ապա կարծում եմ ինձանից չպետք է հարցնել։ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ խոսվում է, որ կրակոցները վտանգավոր չեն։ Հիմա երբ որ կրակում են կոնկրետ հասցեական պատուհանի ուղղությամբ, դրա մասին տրվել է համապատասխան հաղորդագրություն, բնականաբար չեմ կարող ասել։ Վտանգավորությունը ոնց է ուղղակի ինտենսիվությունը ավելի շատացել է կրակոցների եւ աշխարհագրությունն է ընդլայնվելու։ Այսինքն սակավաթիվ Դուք վտանգ չեք տեսնում, որ մեծ գործողությունների զինված ուժերը իրենց լիազորությունների եւ պարտականությունների շրջանակներում բնականաբար կատարում են իրենց աշխատանքը եւ առաջնահերթ խնդիրը անվտանգության ապահովումն է։ Այս պահին ես նորից ցանկանում եմ կրկնել, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է եւ որևէ խնդիր ծագելու պարագայում մենք հայ-իրանական զորավարժությունների մասին ինչ կասեք, հայ-իրանական զորավարժությունների մասին ես շտապում եմ տեսեք իրանցիները հայ-իրանական զորավարժությունների մասին տրվել է համապատասխան հաղորդագրություն, որը իր մեջ ներառում է թե նշանակությունը, թե այդ զորավարժությունների անցկացման օրերը, այսինքն ինքը համապարփակ տեղեկատվություն պարունակել է։ Ադրբեջանից փաստեր եք պահանջել, արդյոք այդ փաստերը տրամադրվեցին, պարոն Սարգսյան։ Ադրբեջանից փաստեր եք պահանջել, որպեսզի տեղեկություններ հաղորդեին, եթե Հայաստանն է նախաձեռնող, այդ դեպքում իրենց ստացող մեր հաղորդագրությունները կարդում եք, մշտապես մենք դրա մասին վկայակոչում ենք։ Իսկ եթե տեղեկատվություն ստանանք, ապա նաև դրա մասին ենք տեղեկատվություն։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ իմ հարցին կպատասխանեք, ինչ է նշանակում վտանգավոր կրակոց, էլի։ Այսինքն նշանառու կրակոց, որ ուղղված է կոնկրետ ինչ-որ նշանակ կետի։ Դե բնակարանը որ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։